Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, ինչպես նշեցինք, շարունակելով գրքային թեման, եւ մենք արդեն շուտով կլինի 1 տարի նաեւ, շուտով 3 ամսից կլինի 1 տարի, ինչ մեր այս նոր թիմը եթերում է, բայց մենք արդեն ունենք լույս առավոտի լավ բարեկամներ, որոնցից մեկն է այսօր մեզ հյուրը։ Այսպես մինչև եթեր մտնել են նույնիսկ այնքան բարեկամացած անձնական թեմաների էինք ասել, տեսանք մենք եթերում ենք։ Շարունակելով գրքային թեման, հատկապես ամառային արձակուրդներին ընդառաջ մանուկ ընթերցողները հնարավորություն ունեն կարդալու միանգամից 2 նոր գիրք՝ Կոմիսար Գորդոնը եւ Լիլիի կախարդական կոշիկները։ Եվ այս 2 այսպես դոֆամինային գրքերի մասին մենք խոսելու ենք մեր հյուրի հետ, գրող թարգմանիչ Մարգարետ Ասլանյանի հետ։ Բարի լույս։ Բարի լույս, սիրելիներ։ Ինչպե՞ս եք։ Հրաշալի։ Ես իսկապես այսպես նայում եմ ժամանակակից աշխարհում ամեն ինչ գնում է մինիմալի եւ ինչպես համացանցում շատերը կատակում են այսպես բեժ գույներով մայրիկներ են մեզ շրջապատում, երեխաները չունեն գունավոր խաղալիքներ եւ մեր սեղանին է, մանուկների սեղանին է հայտնվում այս հրաշալի 2 ստեղծագործությունները։ Պատմեք ինչի մասին են այս գործերը։ Նախորդ անգամ դարչինաբույր եք, այսպես ասած, եկել ու մտապավորվել է։ Սրանք ինչ բույր պետք է ունենան, այսպես համի, գույնի, բույրի խառնուրդ պիտի լինի, ինձ թվում է ձեզ մոտ ամեն ինչ։ Այո, այս անգամ ձեզ բերել ենք սիրելի Da Vinci հրատարակչության կողմից հրատարակված Կոմիսար Գորդոն, գործ համար 1, մանկական դետեկտիվ, որը բաղկացած է 5 մասից եւ սա առաջին գիրքն է։ Վստահ եմ առաջին գրքից հետո մյուս 4 մասերը ուղղակի շատ մեծ հետաքրքրությամբ են սպասելու, որովհետեւ արդեն իսկ ձեռք բերելով առաջին մասը ստանում ենք լայն արձագանքներ եւ պահանջարկը շատ մեծ է։ Ինչ է պատմում մեզ գիրքը։ Նախ մի փոքրիկ նախապատմություն պատմեմ այս գրքի հետ կապված։ Շատ ուշագրավ է, որ այս գրքի թարգմանությունը սկսել եմ դեռ կորոնավիրուսային այդ շրջանում եւ այդպես գիրքը մնացել էր։ Այո, ցավոք կա մի այսպիսի փաստ, որ հեղինակը մեզ լքեց այդ ժամանակահատվածում հենց հիվանդության պատճառով Ուլֆ Նիլսոնը, որը շվեդ մանկագիր է շատ հայտնի եւ նրա բոլոր գործերը ունեն շատ մեծ համամարտկային ուղերձ, սակայն հետագայում կապ պահպանելով նրա թորնիկի հետ, որը իրավահաջորդն է իր բոլոր գործերի եւ հեղինակային իրավունքը իրեն է պատկանում, մենք կարողացանք կապ հաստատել եւ թարմացնել այս համագործակցությունը, ինչպես նաեւ մի քանի հրատարակչի ենք այդ ընթացքում դիմել, որպեսզի կարողանանք այս գիրքը հրատարակել, բայց ինչպես կա այսպիսի մի հրաշալի ասացվածք, որ ամեն բան ունի իր պահը եւ այդ պահը օրհնված է, Da Vinci հրատարակչությունը հանդիսացավ այն հրատարակիչը, որը ի վերջո լույս ընծայեց այս գեղեցիկ գիրքը։ Գիրքը նայելով։ Այո։ Գիրքը պատմում է գունային գամմայի մեջ է գրքի հետ։ Այո, դեղին վառ ջերմ գործ համար 1։ Գիրքը պատմում է դետեկտիվ Գորդի, Կոմիսար Գորդոնի մասին, որը անտառի ամենապատվարժան կոմիսարն է եւ բացահայտում է բոլոր հանցագործությունները այնտեղ տեղի ունեցող եւ ընթացքում նա նաեւ փոքրիկ օգնական է ունենում Մկնիկ Փադին, որը շատ նրբազգաց մկնիկ է լինում եւ ոչ ոք չի պատկերացնում, որ այդ մկնիկը կարող է օգնել կոմիսար Գորդոնին բացահայտել ամենամեծ եւ մասշտաբային հանցագործությունները եւ այստեղ մենք բախվում ենք այն իրականությանը, որ շատ հաճախ մենք կյանքում թերագնահատելով դիմացինին, այո, նույնիսկ չենք պատկերացնում այդ մարդու ներուժը իրական եւ շատ հաճախ թերագնահատելով ուղղակի սխալ պատկերացումներ ենք ունենում նրա մասին, նրա բոլոր գործողությունների վերաբերյալ։ Այս 2 գրքերի մեջ կա մի անտեսանելի թել, որը կապում է, եւ դա հումորի մեծ չափաբաժինն է 2 գրքերում էլ։ Պատմությունը մի դրվագի շուրջ է, որ անտառում գողանում են ընկույզներ։ Դա է ամենամեծ հանցագործությունը, ճիշտ եք հասկանում։ Այո, Սկյուրիկ Վալդեմարի փայփայած ընկույզները, որը նույնպես շատ էքսցենտրիկ կերպար է այս գրքում, այդ Սկյուրիկը, նա նույնիսկ ամեն օր հաշվում էր իր բոլոր ընկույզները, 204 ընկույզ իր փչակում դարսել էր, հավաքել էր, այո, եւ հայտնվելով կոմիսար Գորդոնի բաժանմունքում սրտառուչ եւ սրտագին
Մարտին պատմում է, որ անհետացել են իր ընկույզները, որոնց բոլոր 204-ը։ Բոլոր 204-ը նա այնպես է գողացող մուկիկից վերածվում է հանցագործություն բացահայտել։ Այո, նա այնպես է լաց լինում, որ նրա արցունքները սառցաբեկորների են վերածվում, նույնիսկ այդքան նա ցավում է լալիս եւ կամի այսպիսի դրվագ, երբ նա հարցնում է քննիչին, ասում է դուք ձագուկներ ունեք, ես իմ ձագուկների պես եմ փայփայել այդ ընկույզները, ես ամեն օր կարոտում եմ նրանց, ասում է, ես հաշվում եմ 204, ես պատահում եմ, որ մայրաս։ Այո, այստեղ մենք բախվում ենք այն իրականությանը, որ մարդիկ էլ շատ հաճախ ուղղակի կարողանում են կապվել իրերին, հասարակ իրերին, մենք մեզանից յուրաքանչյուրը կարծում եմ ունի իր կյանքում մի այնպիսի իր կամ չգիտեմ, ցանկացած մի բանի հանդեպ մի փոքրիկ կախվածություն ամեն դեպքում տարբեր ասպեկտներում մենք ունենում ենք։ Եվ իր կամքից անկախ նա կարոտում է իր ընկույզները եւ նա անարդար է համարում այդ ընկույզների գողությունը։ Եվ պահանջում է օրենքի պահանջով, որպեսզի բացահայտեն, թե ովքեր են գողացել իր ընկույզները։ Եվ բնականաբար այստեղ արդեն փորձառու կոմիսար Գորդոնը եւ փոքրիկ մկնիկ Փադին, որը երազում է դառնալ կոմիսար Գորդոնի պես պատվարժան ոստիկան եւ ոստիկանության բարձր անունը պահել ավելի մեծ պատվի եւ ավելի բարձունքի վրա անցնում է գործի։ Ու այդտեղ եկեք չշարունակենք, որպեսզի գրքերը վերցնենք։ Այո, պետք է թույլ տաք ես վերցնեմ եւ բացեմ այսօր։ Այսպես մյուս գրքին կներեք ինձ 1000 անգամ, բայց այստեղ մեզ Մարգարեթը պատմեց, որ բնագրային նկարազարդումներ են գրքում, ֆանտաստիկ են ուղղակի։ Եվ վերջում նույնիսկ կա անտառի քարտեզը, որտեղ մանրամասնորեն նկարագրված է հանցանքի վայրը, ինչպես են կազմակերպել գողությունը, ինչպես են գնացել փչակից փչակ, որ արահետներով, այս գիրքը նաև զարգացնում է երեխաների մոտ տրամաբանությունը, անալիտիկ մտածողությունը, այո, եւ ինչու՞ չէ, նաև մեծ հետաքրքրություն է առաջացնում այդ մասնագիտության հանդեպ։ Հետախույզի։ Այո, հետախույզի։ Ֆանտաստիկ։ Եկեք խոսենք Լիլի կախարդական կոշիկները գրքի մասին, շատ ավելի այսպես թիթիզ եւ աղջկական է երկրորդ ստեղծագործությունը։ Սա մի փոքր ավելի տարիքային առումով մի փոքր ավելի բարձր է շեմը, մինչև 12-13 տարեկան երեխաների համար է նախատեսված եւ այստեղ էլ բարձրացված է շատ կարեւոր խնդիր, ուրեմն գիրքը Ֆլորենտինա Ֆոքս անունով աղջկա մասին է, որը ապրում է Կեռնեխների թաղամասում եւ իր առանձնատան դիմաց կամի առանձնատուն, որը Ամանդա տատիկի պատմելով լքված տուն է, սակայն աղջիկը նկատում է այդտեղ օպերատորը այստեղ ներեցեք ընդհատելու, մոտեցնում է եւ տեսնենք ավելի հանգամանալից, լսենք։ Եվ աղջիկը նկատում է, որ տատիկի պատմությունները լքված տան մասին այդքան էլ իրականությանը չեն համապատասխանում, որովհետև տան շեմին հայտնվում է մի կրյա եւ կրյան արդեն վկայում է այն մասին, որ ներսում ինչ-որ բնակիչներ կան գաղտնի։ Ֆլորենտինա Ֆոքսը մի աղջիկ է, որի ծնողների գործը շատ վատ վիճակում է, նրանք սնանկացել են, տեղափոխվել են Ամանդա տատիկի առանձնատուն, իր մոտ ամեն ինչ թարս է ընթանում, աղջիկան չեն ընդունում դպրոցում, շատ սառը վերաբերմունք, նույնիսկ չեն ուզում ընդունել ֆուտբոլային թիմ եւ այս ամենի այո, բուլինգի զո եւ այս ամենը միայնակ հաղթահարելը շատ դժվար է։ Իսկ իր մտերիմ ընկերուհին լրիվ ուրիշ քաղաք է տեղափոխվել եւ նա չունի ոչ ընկերներ եւ մենակ պետք է պայքարի այս ամենի դեմ։ Եվ այստեղ մի փոքրիկ կախարդանքը մեզ չէր խանգարի բնականաբար։ Լուիսի շող այս պատմության մեջ։ Առհասարակ կյանքի բոլոր դժվարին փուլերում մարդը պիտի փայփայի հույսը եւ այդ հույսը ինչ որ կախարդական բան է ծնում մեր մեջ, կախարդական մի ուժ առաջ ընթանալու իրավունք։ Այո, եւ հավատը, որ մենք կարող ենք հաղթահարել ցանկացած դժվար իրավիճակ եւ բնավ կարեւոր չէ, որ մեր հետևում 100 հոգի լինի, մեծ բանակներ լինեն, կարևորը որ մենք հավատանք մեր ուժերին
Իսկ կողքից կախարդանքներ միշտ էլ լինում են, միշտ էլ նշաններ են մեզ ուղարկվում, որոնց մենք պետք է ուշադիր լինենք եւ նկատենք։ Եվ այստեղ այդ առեղծվածային առանձնատանը մենք իմանում ենք, որ ապրում են Լիլին իր հորեղբայր Կլեմենսի հետ, որը կախարդական կոշիկներ է կարում, կոշկագործ է, կոշկակար է։ Եվ այդ կոշիկները զարմանահրաշ երազանքներ են իրականացնում։ Ինչպես նաև այստեղ հումորային մեծ չափաբաժնով կան կերպարներ, Սր Բորբոսիկը, որը կոկորդիլոս է, շատ ծեր է, դրա համար էլ այդպես են իրեն անվանում, այո։ Եվ Վիշապ Արչիբալդը, որը երևակայում է իրեն ֆրանսիացի եւ փորձում է ֆրանսերեն խոսել, չիմանալով ոչ մի բառ եւ տառ, եւ ամենտեղ ներկայանում է որպես ֆրանսերենի ուսուցիչ։ Ալյան, ավելացնում է ֆրանսերենի կա։ Շատ հայ գեն եմ զգում ես այդ հերոսի մեջ։ Շատ հումորային կերպար։ Եվ այդպես, իսկ ինչու են թաքնվում Լիլին եւ իր հորեղբայրը, որովհետեւ ուզում են վերացնել կախարդական եւ առեղծվածային արհեստանոցը հորեղբոր, տիրանալ այդ բոլոր կախարդական կոշիկներին եւ վատ չար նպատակներով օգտագործել այդ կոշիկները, այսինքն չար երազանքների համար չարագործները ուզում են տիրանալ։ Որպեսզի գողանան ընկույզները։ Այո, այս գիրքը եւս բաղկացած է 5 մասից, սա առաջին մասն է, որտեղ ընթերցողը կարող է բացահայտել նաև ինչպես դուրս գալ բոլոր իրավիճակներից ուժեղ, մանկապատանեկան տարիքի հատկապես երեխաները, որոնք անցումային տարիքում ունենում են խնդիրներ, ուսուցիչների, ընկերների հետ շրջապատի, այո, շատ նուրբ երանգով եւ թելով, այստեղ ամենը տանում է այն բանին, որպեսզի մենք կարողանանք գտնել հուշումները, ինչպես հաղթահարել այդ իրավիճակները։ Հոգեբանական կողմ ունի նաեւ։ Այո, անպայման, որովհետեւ կարծում եմ գրականությունը նաեւ ունի այդ առաքելությունը, որ ինչ որ պատմությունների, դրվագների միջոցով մեզ կարողանա տալ այն ամենը, ինչի կարիքը մենք այդ պահին ունենք կամ ինչ իրավիճակում այդ պահին գտնվում ենք, հուշի մեզ ինչ որ ելք։ Մարգարետը իրականում ամեն անգամ մեր տաղավարում հյուրընկալվելով մեզ տանում է մանկություն ու մանկանալու ցանկություն, իր հետ երեխա ենք այստեղ զգում իր գրքերի հետ։ Շնորհակալություն ձեզ մեր տաղավարում հյուրընկալվելու համար, վստահ եմ այս գրքերն էլ արագ կսպառվեն, ինչպես Սինյորիրա Դարչինի եղավ։ Ես էլ եմ վստահ, ես էլ եմ շնորհակալ անչափ եւ սպասենք մյուս գրքին, որը արդեն ճանապարհին է։ Սպասենք ներկայացմանը։ Լավ օր եմ մաղթում մեր հեռուստադիտողներին, մնացեք կենտրոնի եթերում։ Ձեզ լավ աշխատանքային օր։